Զորությունով չի, ուժով չի, հապա իմ հոգիով ասում է զորքերի Տերը։ Դու ով ես մեծ լեռ, ով ես զորաբաբելի առջև դաշտ պիտի լինես։ Այսպես է ասում Աստվածաշունչը։ Սիրելիս, այսօր ուզում եմ քեզ համար աղոթք բարձրացնեմ Աստծուն, հենց կոնկրետ քեզ համար եւ խոսել Տիրոջ փառավոր զորությունը եւ հաղթանակը քո կյանքի մեջ։ Աստծո խոսքը այսպես է ասում. դու ով ես մեծ լեռ, զորաբաբելի առաջ դաշտ պետք է լինես։ Ամեն մի հիվանդությունը, ամեն մի ցավը, ամեն մի հիասթափության լեռները, ամեն հիվանդության լեռները թող քո ոտքերիդ առջև այսօր լինեն դաշտ։ Ամեն հիասթափության լեռները Հիսուսի անունով թող քո ոտքերիդ առջև լինեն դաշտ։ Ամեն մի սրտով կոտրված վիճակը թող քո ոտքերիդ առջև լինի դաշտ Հիսուսի անունով։ Հայր Աստված, աղոթում եմ այն մարդկանց համար, ովքեր այսօր դիտում են, լսում են, տեսնում են այս ուղերձը։ Տեր, կաղոթեմ, որ ամեն մի հիվանդության լեռները, հիասթափության լեռները, ամեն մի պարտքի լեռները, ամեն տեսակի ընկճվածության եւ ամեն մի թշնամու ստեղծած լեռները այսօր դաշտ լինեն, դաշտի նման լինեն իմ քույր եղբայրների առջև Հիսուսի անունով։ Տեր, ես խոսում եմ բժշկություն, ես խոսում եմ կյանք, ես խոսում եմ ազատագրություն, ես խոսում եմ հույս Հիսուսի զորավոր անունով, ես խոսում եմ զորավոր հավատ երկնքից իջած ամեն մի քրոջս ու եղբորս կյանքի մեջ, որպեսի քո փառքը երևա, ով Տեր, նրանց կյանքերի մեջ Հիսուսի զորավոր անունով։ Սիրելիս, ընդունիր այսօր այս աղոթքը, ընդունիր այսօր այս աղոթքը քո հոգու եւ քո սրտի մեջ եւ թող իսկապես ամեն մի լեռները, որ դու տեսնում ես, որ դու ընկճվում ես տեսնելով այդ լեռները, հիասթափվում ես այսօր, Աստվածաշունչը ասում է, դրանք թող քո ոտքերիդ առջև լինեն դաշտ։ Եվ հիշեք, ուժով չի, զորությունով չի, այլ իմ հոգիով ասում է զորքերի Տերը։ Հանձնվեք Աստծուն, վստահեք Աստծուն եւ դուք կտեսնեք Աստծո մեծությունը եւ փառքը, որովհետեւ Աստված իրեն հուսացողներին երբեք ամոթով չի թողնում սիրելները։ Տերը օրհնի ձեզ։ Ընդունեք այս աղոթքը եւ եղեք օրհնված Հիսուսի անունով։ Ամեն։